Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Ներքին գործերի նախարարը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյուների հետ։ Վերջինս հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը քննարկելու ԵՄ Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականի հունիսի 9-ին տված հարցազրույցում արված հայտարարությունների կապակցությամբ, որտեղ նա Ղարաբաղը ներկայացել է որպես վիճելի տարածք, Բաքվին շտապել է հանգստացնել Մարիա Զախարովան։ Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել, սպանվել նաև հարձակումն իրականացրած անձը, կա 30 վիրավոր, օրվա միջազգային անցուդարձը։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ԿԳՄՍ նախարարության եւ Հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը, զեկույցներով են հանդես եկել գերատեսչությունների ղեկավարները։ Հուլիսի 1-ից ընտանեկան վեճերի որոշ տեսակների դեպքում հաշտարարին դիմելը պարտադիր կդառնա։ Մասնագետները նշում են, առաջիկայում քաղաքացու առաջին հասցեն կարող է դառնալ հաշտարարի սենյակը։ Մայրաքաղաքի սիրված փողոցները մի քանի օր շարունակ վերածվել են իսկական տոնական միջավայրի Երևանի գինու օրեր ամենամյա փառատոնի շնորհիվ։ Այցելուները հնարավորություն ունեին շրջելու տաղավարներով եւ ծանոթանալու հայ գինեգործների նորությունների։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել Եվրոպական միության ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյուների հետ։ Կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին։ Բրյուներն էլ հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի Եվրոպական փորձագիտական պատվիրակությունը քննարկելու ԵՄ Հայաստան վիզաների ազատականացման գործողությունները ծրագրի նախագծային տարբերակները։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս ծայր ժամկետում վերջնականացնել եւ հայկական կողմի ներկայացնել գործողությունների ծրագիրը։ Նախարար Սարգսյանը շեշտադրել է հայկական կողմի պատրաստակամությունը ներդնելու առավելագույն ջանքերը գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ։ Հետագա քայլերը առավել սերտ համակարգելու նպատակով նախարար Սարգսյանը հանձնակատար Բրյուներին հրավիրել է հաջորդ տարի այցելել Երևան։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հունիսի 29-ին տված հարցազրույցում արված հայտարարությունների կապակցությամբ, որտեղ նա Ղարաբաղը ներկայացրել է որպես վիճելի տարածք։ Բաքուն ընդգծել է, որ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել եւ հիշեցրել, որ Ռուսաստանը ճանաչում է այն որպես Ադրբեջանի մաս։ Բաքվին շտապել է հանգստացնել Մարիա Զախարովան։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը 10-ին ասել է, թե Մոսկվան կոչ է անում համատեքստից չկտրել Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի մասին։ Նա ընդգծել է, Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը բացատրել է, որ Մեդինսկին խոսել է պատմական ասպեկտի, սոցիալ-մշակութային առանձնահատկությունների եւ մարդկանց ցավի մասին։ Ռաշա Թդեին տված հարցազրույցում էլ Ռուսաստանի նախագահի օգնական եւ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին հայտարարել է, թե իրավիճակը վատթարացել է Ուկրաինայի համար, երբ Ռուսաստանի վերահսկողության ներքո անցած 4 շրջաններում հանրաքվեներ են անցկացվել եւ դրանք Ռուսաստանի պաշտոնական մասը դարձել։ Ռուսաստանը այլևս չի կարող այնտեղից հեռանալ, հակառակ դեպքում կդավաճանի մարդկանց, դա անհնար է։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդպիսի վիճելի տարածք կար Ղարաբաղը, այդ տարածաշրջանը հսկայական Ղարաբաղի կվերածվի, որոշ ժամանակ անց Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի վերադարձնել այն։ Մենք չենք ուզում ստեղծել մեզ մոտ հսկայական Ղարաբաղ, որը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սանձազերծվել։ Մենք դա չենք ուզում, ուստի ուզում ենք դադարեցնել դա, լիակատար հաշտություն կնքել եւ ճանաչել նոր տարածքներ, ասել է նա։ Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Ակբար Վելայեթին էլ անդրադարձել է Հարավային Կովկասում Իրանի նշանակությանը։ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը երբեք այսքան հզոր եւ ազդեցիկ չի եղել։ Այդ հզորության ցուցանիշներից մեկը Հարավային Կովկասի ճգնաժամին Իրանի կտրուկ եւ վճռական արձագանքն էր։ Այն ժամանակ, երբ որոշ երկրներ ցանկանում էին Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապ հաստատել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տարածքով, մի նախագիծ, որի իրական նպատակը Հայաստանը մասնատելն ու Եվրոպայի հետ Իրանի կապը դադարեցնելն էր, Իրանը մեծ գոնությամբ եւ ուժով դեմ դուրս եկավ դրան եւ կանխեց այդ դավադրությունը, նշել է իրանցի պաշտոնյան։
Անդրադառնանք միջազգային լրահոսին Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել, սպանվել է նաև հարձակումն իրականացրած անձը, այս մասին հայտարարել է Գրացի քաղաքապետը։ Զոհվածներից 7-ը դպրոցի աշակերտներ են, պաշտոնյայի խոսքով 3 տասնյակ մարդ վիրավորվել է։ Տուժածների մասին ճշգրիտ տվյալներ ավստրիական ոստիկանությունը դեռևս չի հայտնել, հարձակվողի ինքնության հարձակման շարժառիթների մասին ևս չի հաղորդվում։ Միջազգային նորությունները դիտեք տեսաշարով։ Լոս Անջելեսում իրավիճակը կայունացել է միգրացիոն ոստիկանության վերջին գործողություններից հետո բռնկված անկարգություններից։ Այս մասին հունիսի 9-ին հայտնել է շրջանի խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը, նշելով, որ քաղաքում վերահսկողությունը վերականգնվել է։ Դա իսկական արտակարգ իրավիճակ էր, մարդիկ ստիպված էին լքել քաղաքը ավերածությունների եւ քաոսի պատճառով։ Այժմ այդ ռեժիմը վերացվել է, ասել է նա։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ազգային գվարդիայի եւս 2000 մարտիկի ուղարկել Լոս Անջելես, այսպիսով քաղաքում տեղակայված ազգային գվարդիայի մարտիկների թիվը կհասնի 4100-ի։ Բացի այդ, Պենտագոնը շուրջ 700 ծովային հետևակի է ուղարկել Լոս Անջելես։ Կալիֆոռնիայի նահանգապետ դեմոկրատ Գևին Նյուսոմը դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Պենտագոնի եւ Պաշտպանության նախագահ Փիթ Հեքսեթի դեմ Լոս Անջելեսում ազգային գվարդիայի զորքերի տեղակայման համար։ Դատարան ներկայացված հայցում նշվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքը եւ սահմանադրությունը։ Կալիֆոռնիայի նահանգապետը պահանջում է չեղարկել ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը։ ԱՄՆ իշխանությունները Կալիֆոռնիա ուղարկեցին ազգային գվարդիայի եւ ծովային հետևակի զինծառայողներ զանգված էին անկարգությունների բռնկումից հետո։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Իրանն ու մի շարք այլ հարցեր։ Նշվում է, որ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի միջուկային ծրագրին առնչվող հետագա քայլեր, անվտանգության ոլորտի աղբյուրների տվյալներով Իսրայելը չի կարող հանդուրժել, որ Իրանը պահպանի իր տարածքում ուրանի հարստացման հնարավորությունը, ուստի բանակցությունների խաթարման դեպքում Իսրայելը ստիպված կլինի որոշում կայացնել Իրանի նկատմամբ հնարավոր հարձակման մասին։ Թրամփը հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 12-ին։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին։ Իրանի միջուկային օբյեկտների վրա սիոնիստական ռեժիմի ցանկացած հնարավոր հարձակում անմիջապես կդիմավորվի Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտների հարվածով։ Սիոնիստական թիրախները արդեն Իրանի զինված ուժերի սեղանին են, ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ այս հայտարարությունն արվել է իրանական հետախուզական ծառայությունների կողմից Իսրայելի միջուկային օբյեկտների վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերի հայտնաբերման ֆոնին։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի հարված են հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստին։ Հեռուստաալիքի տեղեկություններով իսրայելական կործանիչները 2 ավիահարված են հասցրել Հոդեյդա նավահանգստի նավամատույցներին։ Գիշերն իսրայելցի զինվորականները նախազգուշացրել են Եմենի արևմուտքում գտնվող Կարմիր ծովի ափի 3 նավահանգիստներից, այդ թվում Հոդեյդա նավահանգստից հեռու մնալու անհրաժեշտության մասին։ Ռուսաստանն անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Կիևին ու Օդեսային։ Reuters-ը գրում է, որ հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել, վնասվել են մի շարք շինություններ, այդ թվում Օդեսայի հարավային նավահանգստի ծննդատունը։ Կիևի 10 թաղամասերի 7-ի վրա ժամեր տևած հարձակումների հետևանքով առնվազն 4 մարդ հոսպիտալացվել է, հայտնել են քաղաքային իշխանությունները։ Ահաբեկչությամբ հնարավոր չէ կոտրել ուկրաինացիներին, հարձակումից հետո Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Անդրադառնանք այլ թեմաների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԿԳՄՍ նախարարության եւ հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի 24 թվականի պետական բյուջեի կատարողականը։ Ժանա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 24 թվականին կապիտալ աշխատանքների ծավալը հասել է 63 միլիարդի։ Նշվել է, որ կապիտալ ծախսերի կատարման ցուցանիշի աճը ցույց է տալիս, որ բոլոր հավակնոտ ծրագրերն իրականացվելու են։ Իգործ ծրագրի շրջանակում 70% հայրենադարձություն ունենք, այս մասին խորհրդարանում շարունակվող 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Ըստ նրա, մեծ մասն իհարկե մասնավոր հատվածում է աշխատում, քանի որ աշխատավարձերը բարձր են։ Իգործի դեպքում, ինչպես շատ ծրագրերի դեպքում, մասնակիցների 50%-ը մոտ Ռուսաստանի հայերից են։ Եվ ի վերջո հայրենադարձության խնդրում դա եւս արտահայտվում է, այսինքն այդ 70%-ը, որոնք մնում են, դրանք իրանց կեսն էլ մոտ Ռուսաստանից են։ Իսկ մյուսները տարբեր երկրներից են, Միացյալ Նահանգներից մինչև Չինաստան։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով էլ պետք է բիզնես վարել Սփյուռքի հետ եւ պարտադիր էլ չէ, որ մարդիկ գան Հայաստան։ Ես կուզենայի մենք տնտեսական քաղաքականությունը կարևորենք եւ միասին իրանց հետ բիզնես անենք, միջազգային ցանցային բիզնեսով զբաղվենք եւ իրանք տեղում արդեն մեր սփյուռքներն, մեր հայրենակիցներն եւ պարտադիր չի իրանց գալ, իրանք ներկա են լինելու արդեն։
Իրանք ներկայ են լինելու Հայաստանում, եթե ինքը Նյու Յորքում նստած իմ հետ աշխատում է, իմ բիզնեսմենի հետ բիզնես է անում, ինքը ներկայ է, ինքը կինտեգրվի մեծամասամբ, երբ որ ես զրուցում եմ մեր սփյուռք հայերի հետ, իրանց համար մեկ խնդիր ասում եմ, ես սիրով կգամ, բայց աշխատանք չունեմ, ես չգիտեմ ինչպես պիտի աշխատեմ, պետական ծրագիրը հետաքրքիր չի, մարդուն օգնենք իր բիզնեսով տեղափոխվի, հա, բիզնես ունի, իր բիզնեսի մասնաճյուղը բացի կամաց արդեն երբ որ ինքը գա բիզնեսի գլխին կանգնի, իրեն հետաքրքիր կլինի նաև ստեղ մնալը։ Ծարե Սիրանյանը սակայն այդքան էլ համաձայն չի, ասում է, շատ մարդիկ գալիս են Հայաստան սիրահարված հայրենիքին, բայց չեն մնում, քանի որ կրթության որակը բավարար չէ, անվտանգային մարտահրավերներ կան։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր զեկույցում անդրադառնալով գիտության ֆինանսավորմանն ասաց, որ մինչև 2 միլիոն վարձատրություն ստացող գիտնականներ ունենք Հայաստանում։ Նրա տեղեկացմամբ դրույքաչափերի աստիճանական բարձրացման, գործող տարակարգերի եւ ատեստավորման մեխանիզմների արդյունքում աշխատավարձերի մինչև 300% աճ է գրանցվել։ Ըստ նրա գործում են նաեւ ավելի քան 20 դրամաշնորհային ծրագրեր եւ գիտնականը կարող է միանգամից մի քանի ծրագրի շահառու լինել։ Սա էլ նշանակում է, որ վարձատրությունն արդյունավետ գիտնականների համար կարող է աճել։ Կառավարության ծրագրի շրջանակներում է, որ ներդրվել են ամենատարբեր դրամաշնորհային ծրագրերը երիտասարդ գիտնականների, կին գիտնականների տարբեր ուղղություններով աշխատանքների համար։ Մենք այսօր տեսնում ենք արդյունքները, որ մեր գիտության մրցունակության աճի տեսքով է առաջին հերթին։ Բոլորովին վերջերս վարչապետի հետ Երևանի պետական համալսարանում էինք, միայն Երևանի պետական համալսարանում շուրջ 3 միլիարդ դրամի ներդրում է արել պետությունը։ Մենք ստեղծել ենք այնպիսի լաբորատորիաներ, որտեղ կարող են արվել ամենաարդիական հետազոտությունները։ Դրանք հետազոտություններ են, որտեղ նախկինում մեր հետազոտողները այդ արդյունքները ստանալու, այդ ցուցանիշները ունենալու համար պիտի մեկնեին այլ երկրներ, պիտի փորձեին աշխատել այլ լաբորատորիաներում։ Խոսելով հուշարձանների պահպանման ուղղված աշխատանքներից ԿԳՄՍ նախարարն ասաց, որ դրանց վերականգնման ուղղված բյուջեն 2018 թվականի համեմատությամբ ավելի քան 10 անգամ աճել է։ 20 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկերում մեր հուշարձանների ներգրավման ուղիղ աշխատանք ենք տանում, ասաց Ժաննա Անդրեասյանը։ 24 թվականին 16 հուշարձանների վերականգնողական աշխատանքներ են արել, որը կրկնակի ավել է նախորդ տարվա համեմատ, 11 հուշարձանների նախագծման եւ փորձաքննության, 2 հուշարձանների պեղումների։ Եթե ցանկերը հետաքրքիր կլինեն, դրանք բոլորը հասանելի են, կարող եմ նաեւ կոնկրետ հուշարձանների վերաբերյալ հարցերին անդրադառնալ։ 29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկերում նոր հուշարձան են ընդգրկել Տիրին կատարի վիշապաքարերը եւ մշակութային լանդշաֆտը։ Ըստ կատարողականի սպորտում ունեցել ենք 7.3 միլիարդ դրամի պետական ներդրումներ, ինչը 3.5 անգամ ավելի է 2018-ի նույն ցուցանիշից։ Անդրեասյանի խոսքով վարչապետի գավաթ մրցաշարերին զուգահեռ նախարարությունն անցած տարի եւս մեկ շատ կարեւոր ծրագիր է իրականացրել։ Դա մեր երեխաների լողի պարապմունքների ֆինանսավորումն է մարզերում գործող մասնավորի կողմից շահագործվող լողավազաններում։ Սա այն տարբերակն է, երբ որ պետությունն ասում է, որ ինքը չի գնում կառուցելու, եթե արդեն կա կառուցված, այդտեղ համատեղ ծրագիր է անում մասնավորի հետ եւ ֆինանսավորում է մեզ համար կարևոր ծրագրերը։ Նախորդ տարի ծրագիրը իրականացվեց Արագածոտնի մարզի Արագած համայնքում։ Ես ինքս առիթ եմ ունեցել լինելու եւ տեսնելու մեր երեխաների, որոնք սկսել էին նրանից, որ ոչ մեկը լողալ չգիտեր, 4 ամիս հետո արդեն ունեինք իրավիճակ, որ որոշ երեխաներ նույնիսկ կարող են լողի մրցումների մասնակցել։ Նախարարի խոսքով նման ծրագրերն իսկապես փոխում են կյանքի որակը։ Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա գերատեսչության ղեկավարն ասաց, որ շատ լավ առաջընթաց ունեն։ Ներկայում մի փուլում են, որ հստակ պատկերացնում են իրականացման ռազմավարությունը։ Իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը խոսեց հանձնաժողովի դեմ ներկայացված դատական հայցերի մասին։ Նա նշեց, որ գործերի քանակը նվազել է, քանի որ այն դատական հայցերը, որոնք հանձնաժողովի համար սկզբունքային են, հաղթել են։ Տիգրան Հակոբյանը խոստովանեց, սկզբնական շրջանում հանձնաժողովն իսկապես պատրաստ չէր դատական հայցերի այսպիսի մեծ քանակի։ Թե 2011-ից երբ որ լիցենզավորման առաջին մրցույթները եղան թվային մուլտիպլեքսի համար, մինչև 2018 թիվը հանձնաժողովի դեմ ներկայացվել է ընդամենը 3 դատական այց, ընդամենը 3, ապա 18-ից մինչև հիմա, եթե այս վերջի բանը հաշվենք, 74
այս 7 տարվա ընթացքում 74 դատական հայց է եղել, 2 սկզբունքային է մնացել, որը ձգձգվում է։ Ըստ Հակոբյանի դատական հայցերի նվազումը պայմանավորված է նաև հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ հեռարձակողների վստահության մեծացմամբ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանում պաշտոնապես գոյություն ունի միայն մեկ պետական լեզու հայերենը եւ այդ կարգավիճակը չի կարող փոփոխության ենթարկվել։ Այս մասին այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի այն հայտարարությանը, որ Հայաստանը դեռ չի վավերացրել ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության պայմանագիրը։ Նախարարը նշել է, որ տարբեր գերատեսչություններում շրջանառվում են տարբեր նախագծեր, այդ թվում ռուսերենի կիրառման հետ կապված, սակայն դրանք դեռևս քննարկման եւ աշխատանքային փուլում են եւ վերջնական դիրքորոշում ձևավորված չէ։ Նա ընդգծել է, որ ռուսերենը տարածաշրջանի կարևոր հաղորդակցական լեզուն է, որը նպաստում է տնտեսական եւ հանրային կապերի զարգացմանը, սակայն այս ամենը չի ազդում հայերենի որպես պետական լեզվի պաշտոնական կարգավիճակի վրա։ Մենք առաջիկայում լեզվական քաղաքականության հայեցակարգն ենք բերելու, որը նաև ամրապնդելու է հայերենի որպես պետական լեզվի կարգավիճակը, որովհետև մի բան է ասել, որ պետական լեզու է, մի բան է նայել, թե ինչպիսի իրավիճակ ունենք տարբեր ոլորտներում, տարբեր իրադրություններում, եւ լեզվական քաղաքականության հայեցակարգը կարծում եմ շատ կարևոր է, որպեսզի ունենանք, որպեսզի մենք էլ կարողանանք հետևել հայերենի զարգացմանը եւ ամրապնդմանը։ Հիմա մենք մի շարք ծրագրեր ենք անում, որ ուղղված են նաև հայերենի թվային կենսունակությանը, որտեղ տեխնոլոգիական զարգացման այս իրավիճակում հայերենի խնդիրները եւ հայերենի որպես լեզվի զարգացման խնդիրները տեղափոխվում են նաեւ թվային տիրույթ, որպեսզի մենք ունենանք հայերենի պետշտեմարաններ, ունենանք թվային տիրույթում են ներկայացվածությունը, որը լեզվի կենսունակություն կապահովի ու բյուջեի կատարման զեկույցն ենք ներկայացնում, բյուջետային նոր ծրագրեր ունենք, որոնք ուղղված են հենց լեզվական կենսունակության բարձրացմանը։ Շարունակում ենք թողարկումը, հուլիսի 1-ից ընտանեկան վեճերի որոշ տեսակների դեպքում հաշտարարին դիմելը պարտադիր կդառնա։ Մասնագետները նշում են, եթե մինչև այս ընտանեկան վեճերի լուծման հիմնական ուղին դատարանն էր, ապա առաջիկայում քաղաքացու առաջին հասցեն կարող է դառնալ հաշտարարի սենյակը։ Հայաստանում ընտանեկան վեճերի որոշ տեսակների դեպքում հաշտարարին դիմելը հետայսու պարտադիր է դառնում։ Նոր կարգավորումը հիմնականում վերաբերում է ամուսնալուծությանը, ալիմենտին եւ երեխայի խնամքի հետ կապված վեճերին։ Սակայն որոշակի այն դեպքերը, երբ որ խոսքը գնում է արդեն մի փոքր պետության միջամտության մասին, այ օրինակ ծնողական իրավունքների զրկելը կամ որդեգրումը, դրանք արդեն դուրս են մնում պարտադիր հաշտարարության շրջանակից, որպեսզի այդտեղ պետության մասնակցությամբ դատարանը հնարավորություն ունենա վերջնական վճիռ կայացնելու։ Դատական տվյալների վիճակագրության համաձայն 2022-ից 24 թվականների ընթացքում տարեկան մոտ 3000 ամուսնական ընտանեկան վեճ է քննվում դատարանում։ Նոր համակարգի նպատակն է ապահովել ընտանեկան վեճերի խաղաղ եւ արդյունավետ լուծում, նվազեցնելով ծանրաբեռնվածությունը դատարաններում։ Նպատակը այն է, որ բոլոր վեճերով էլ, որոնք որ գնում են հաշտարության, հնարավոր լինի կայացնել հաշտության համաձայնություն եւ բոլորն էլ իրականում լուծվեն այդպես եւ այլևս չծանրաբեռնեն դատական համակարգը, հաջորդ փուլ չանցնեն։ Անդրադառնալով մարզերում հաշտարարների աշխատանքի կազմակերպման հարցին, հաշտարարների ինքնակարգավորող խորհրդի նախագահ Գայանե Դեմիրճյանը նշեց, որ հաշտարարության համակարգի կարևոր առավելություններից մեկն է հեռավար հաշտարարության հնարավորությունը, որը թույլ է տալիս ծառայություններ մատուցել նաեւ մարզային բնակավայրերում։ Եթե հաշտարարի ծանրաբեռնվածությունը մշտապես գործող հաշտարարի ծանրաբեռնվածություն թույլ չտա այլ գործեր վերցնել, ապա հեռավար հաշտարարություն իրականացնելու միջոցով այս խնդիրը կկարողանանք կարգավորել։ Ինչպես նաև շրջակա մարզերից, այսինքն տարբերակն էլ կա, որ եթե տվյալ մարզում տվյալ հաշտարարը զբաղված է, ապա մոտակա մարզի հաշտարարը եւս կարող է այդ գործը իրեն մակագրվել։ Ինչ վերաբերում է հաշտարարներին, օրենքի համաձայն հաշտարարներ կարող են դառնալ միայն 25 տարին լրացած բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք, որոնք անցնում են արդարադատության կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներ, ապա հանձնում որակավորման քննություն եւ ստանում համապատասխան արտոնագիր։ Կարևոր է նշել, որ հաշտարարի ծառայություններից օգտվելը վճարովի է, սակայն ըստ հաշտարարների ինքնակարգավորվող խորհրդի նախագահ Վանիկ Մարգարյանի հաշտարարին դիմելը մի քանի անգամ ավելի մատչելի է, քան դատարանին։ Կողմից կոնկրետ պարտադիր հաշտարարության դեպքում հաստատված սակագին կա, որը որ այս պայծրությամբ նվազագույն 10,000 դրամի չափով է եւ եթե երկարատևում հաշտարարություն արդեն ժամավճարով շարունակվում է, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ միջին գները նաեւ դատական գործերի սկսելու համար փաստաբանական հաշվառնալու սա
էականորեն ցածր ծախսը եւ պետք է որ խոչընդոտ չլինի։ Պարտադիր հաշտարարությունը վերաբերելու է միայն 7 տեսակի գործերի։ Այն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Ռիտա Մնացականյան, Free News, Ազատ լուրեր։ Մայրաքաղաքի Սիրված, Սարյան, Թումանյան եւ Մոսկովյան փողոցները մի քանի օր շարունակ վերածվել էին իսկական տոնական միջավայրի Երևանու գինու օրերի ամենամյա փառատոնի շնորհիվ։ Այդ օրերին այցելուները հնարավորություն ունեին շրջելու տաղավարներով եւ ծանոթանալու հայ գինեգործների նորություններին։ Երևանի սրտում Սարյան փողոցում կրկին աշխուժություն էր։ Գինու օրեր ամենամյա փառատոնը համախմբել էր գինու սիրահարներին Հայաստանի տարբեր մարզերից, նաև բազմաթիվ զբոսաշրջիկների արտասահմանից։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ավելի քան 50 տեղական գինեգործարաններ, որոնք առաջարկում էին սեփական արտադրության լավագույն գինիները։ Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու ամենատարբեր համային երանգներով գինիներ, նաև ծանոթանալու գինու պատրաստման մշակույթին։ Ես միակն եմ, որ օգտագործում եմ նռնենի խաղողի սորտը, որը համարվում մեր կորած եւ ես ուրախ եմ որ բացահայտվում է հիմա իր պոտենցիալը զարգանալը մեր արտադրանքն ենք ներկայացնում որը ամբողջովին պատրաստված է այս ձեռներով հա ես ձեռքի աշխատանքով եմ զբաղվում փոքրիկ բուտիկային արտադրանք է եւ ուրախ եմ որ կարող եմ հիմա ներկայացնել ինչպես նռնենի տեսակը այնպես էլ նոր իր փիլիսոփայության մեջ մունքը գիտեք արցախյան բարբառից նշանակում է մենք ինչի համար որ օգտագործում եմ շատ բաները իրար հետ խառնել մենք էր անել հա օրինակ ունենք հայտնի բլենդը որը մեդալակիր է արդեն 3-րդ տարին անըտ մեջ տարբեր մրցումներում արենի, խնդողնի եւ նռնենի։ Փառատոնն ուղեկցվեց կենթանի երաժշտությամբ, ազգային եւ ժամանակակից կատարումներով։ Սարյան փողոցը վերածվել էր մի յուրօրինակ գունեղ բացօթյա տոնի, լցված համային բույրերով, տաք շպիտներով եւ զրույցներով։ Գինու օրերը ապացուցում են, որ գինին միայն խմիչք չէ, այլ մշակույթի, արվեստի եւ մարդկանց միջև կապի միջոց։ Եվ հենց այդ կապն էլ փառատոնը վերածեց իսկական տոնի։ Հրաշալի, քանզի բոլոր գինեգործները իմ շատ մտերիմ ընկերներն են, բոլոր տաղավարներում շատ երկար մնում ենք, բոլորի հետ շատ երկար շփվում ենք, շատ սիրուն տոն է ու հույս ունեմ, որ բոլորը այսօր այսօր եւ վաղը իրենց ամենասիրուն պահերը եւ ակնթարթները կգտնեն այստեղ Սարյան փողոցի վրա։ Նոր գինեգործների համար գինու օրերը շատ լայն հնարավորություններ են ստեղծում, նրանք կարողանում են շփվել իրենց պոտենցիալ հաճախորդների հետ, կարողանում են ձեռք բերել նոր հաճախորդներ, հին գինեգործարանները, այսպես ասած ավելի մեծ գինեգործարանները կարողանում են ցույց տալ իրենց հզորությունը, եթե շրջեք կտեսնեք թե ինչ մեծ տաղավարներ կան, ինչ գեղեցիկ տաղավարներ կան, բոլորը սպասում են իրենց հաճախորդներին, որպեսզի իրար հետ շփվեն, գինի հյուրասիրեն, փորձեն եւ ինչի՞ չէ քննարկեն նաեւ գինու մասին պատմություններ։ Ազգային ընկերությունը առաջին անգամ է որ մասնակցում է Երևանի գինի օրեր փառատոնին, մասնակցության պատճառը իհարկե նաեւ փոխգործակցության նոր իդեաներ իրացնելն էր եւ ազգային ընկերության գործունեության մասին ավելի լայն հասարակությանը տեղյակ պահելը եւ համար 1 գերագույն խնդիրը հավանական տուժած քաղաքացիներին անձած առաջին օգնություն ցույց տալը։ Մի քանի երեկվա դրությամբ արդեն մենք մի քանի ժամում ունեինք ավելի քան 100 տուժող եւ տեղակայված լինելով 3 կետում հասցրել ենք արդեն առաջին օգնություն ցույց տալ 1 ժամվա մեջ թերևս մոտ 100-ից 200 քաղաքացու եւ ոչ միայն Հայաստանի քաղաքացու նաեւ զբոսաշրջիկների։ Բացի գինիներից այցելուները ծանոթացան նաեւ հայկական մյուս տաղավարներին։ Այստեղ այցելուները ոչ միայն հայկական շուկայում գործող ընկերությունների առաջարկներին ծանոթացան, այլև հնարավորություն ունեցան անձամբ շփվելու արտադրողների հետ, համտեսելու տեղական արտադրանքը եւ մանրամասն տեղեկություն ստանալու տարբեր ապրանքների եւ ծառայությունների մասին։ Տաղավարներում ներկայացված էին ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական ձեռնարկություններ, ընդգրկելով տարբեր արհեստներ եւ զբոսաշրջային ծառայություններ։ Մեր սրճարանը Հայաստանում առաջին K-pop սրճարանն է, K-pop կորեական pop երաժշտության սիրահարների համար։ Ավելի շատ մեր թարգեթը դեռահասներն են եւ ավելի երիտասարդները։ Ներկայացնում ենք կորեական խոհանոց, բավականին տարբերվող, համեղ, ինչպես նաեւ հետաքրքիր milkshake-եր, boba tea-եր։ Հետաքրքրությունը բավականին մեծ է, որովհետեւ մենք ներկայացնում ենք նաեւ շատ տարբերվող դեսերտներ։ Մեր դեսերտները
երևի Հայաստանում միակն ենք սրճարաններից, ովքեր ունեն այդ շարժվող դեսերտները, որը կենդանիների տեսքով է, հետևաբար դա երեխաներին շատ հետաքրքրում է։ Նախորդ տարի փառատոնին մասնակցել էր ավելի քան 120,000 մարդ։ Այս տարի եւս այն բազմամարդ էր։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքանը ցտեսություն։